Ողջույն, այսօր մեկնարկում ենք մեր կարճ, բայց էֆեկտիվ մարզումը մեր մարմնի վերևի հատվածի համար։ Այսօր մարզելու ենք մեր կրծքի մկանները, մեր ուսերը եւ մեր թևերը իհարկե։ Կատարելու ենք 5 վարժություն, ինչպես միշտ 3 շրջանով ու սկսելու ենք հատակից հրումից։ Սկսենք։ Տեղավորվում ենք նախ ներքևում։ Այստեղից շինում ենք ներքև, գորգի լայնքով ափերը բացում ենք, ծնկների վրա ոտնաթաթերը հատակին նստած են դեպի ներս, ուրեմն մկանները ցիկ։ Այստեղից գնացին։ Իջնում ենք ներքև, բարձրանում ենք վերև։ Եթե ձեզ մոտ չի ստացվում միջև վերջ իջնել, ապա իջեք կիսատ, այսինքն միջև վերջ խորը մի իջեք։ Շունչ, արտաշնչով բարձրանում ենք։ Շունչ, արտաշնչով բարձրանում ենք։ Վարժությունը նախատեսված է կրծքի մկանների համար, բավականին բարդ է։ Այստեղ շատ կարևոր է գոտկատեղը չկլորացնեք, հակառակը, որով այն մկանները պայքլարված, իսկ գոտկատեղը ֆիքսված, վարժությունը հեշտ չի։ Ու մարզումը մեր կրծքի մկանները։ Վերջինը թողեցինք հանգստացանք։ Այստեղ հիանալի աշխատում են կրծքի մկանները եւ հիանալի աշխատում են թևերի մկանները։ Այսօր մեզ համար դժվար է լինելու, քանի որ կանանց մոտ ամենաթույլ հատվածը դա ձեռքերն է։ Գնացինք մեր վարժությունը պարզապես նեղ դրվածքով, որպեսզի աշխատեն մեր տրիցեպսները։ Եռագլուխ մկանները թևերի գնացինք նույն տեխնիկայով։ Այս անգամ տեսեք արմունկները դեպի ներս, արդեն զգալու եք այս հատվածի մկանները, թևերի վերևի հատվածի եռագլուխ մկանը։ Բավականին բարդ է, հեշտ չի, եթե ձեզ համար կդժվարանաք, ձեզ համար դժվար կլինի, կիսատ իջեք այստեղ։ Շնչում ենք, շարունակում ենք, չենք հանձնվում։ Թողեցինք հանգիստ, շնչում ենք, շուն։ Արտաշունչ։ Հաջորդ վարժությունը պլանկայի դիրքում է լինելու, հերթով դիպչելու ենք մեր ուսերին պլանկայի դիրքում։ Բավականին ծանր է վերևի հատվածի մարզումը, բայց պետք է փորձենք թեկուզ քիչ ամպլիտուդայով, քիչ խորությամբ, բայց աշխատել գնացին։ Պլանկայի դիրքում հերթով դիպչում ենք ուսերին։ Մարմինը փորձում ենք չթեքել, պահում ենք պես մաքսիմում կենտրոնում։ Թողեցինք հանգիստ։ Հանգստանում ենք, բավականին բարդ է, հեշտ չէ։ Այս վարժությունը որ ցույց կտամ, հակառակ պլանկանե ափերի վրա, երբ որ ոտքերը հրվում են հատակին, ձեռքերը մնում ուսի տակ, տազը բարձրացնում են վերև, այստեղ։ Կրծքավանդակը դեպի վերև, մեջքը ուղիղ գնացինք, շունչ, արտաշնչով բարձրացնում ենք վերև, իջնում ենք ներքև։ Վարժությունը հեշտ չի, կբարձրացնեք այնքան, ինչքան որ կարաք, որովհետև թևերի մկանները բավականին շատ ձգվելու են։ Գնացինք։ Խորը շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Թողեցինք, հանգստացանք, շնչում ենք։ Սա մեր 4-րդ վարժությունն է եւ վերջի վարժությունը պլանկայի դիրքում ոտքերը հերթով կողքից կողք ենք տալու։ Թևերը արդեն լավ զգացում են, քանի որ մեր մարմնի քաշը տանում ենք թևերի վրա։ Գնացինք։ Ոտքերը նեղ դրված, հերթով քայլում ենք դեպի կողք։ Պահում ենք մեզ, չենք հանձնվում, դիմանում ենք։
Վերջինը թողեցինք հանգիստ։ Հանգստանում ենք հաջորդ վարժությունը կրկին հատակի ցրումն է լայն դրվածքով։ Գնացինք։ Իջնում ենք կիսատ, քանի որ ամեն շրջանին էլ ավելի բարդ է լինելու։ Դրա համար փորձեք մի փոքր ձեզ խնայել, որպեսզի կարողանաք 3 շրջաններ իրականացնել։ Ոտնաթաթերը կարող եք եւ դնել այսպես եւ այսպես, ցանկալի է այսպես։ Որպեսզի ամբողջ շնչումը չլինի ձեր ծնկներին։ Վերջինը հանգստացանք։ Շնչում ենք խորը, թևերը թափահարում ենք, հանգստացնում ենք։ Հենց այս թափահարումը բավականին կօգնի, լարվելու են երագլուխ մկանները թևերի եւ իհարկե ուսերը դաստակները նույնպես կարող են լարվել։ Գնացինք նեղդրվածքով։ Ձեռքերը էլ ավելի նեղ, որտեղ աշխատում է ակցենտ ավելի շատ երագլուխ մկանի վրա, ոչ թե կծկի մկանների։ Հանգիստ իջնում ենք, շնչում ենք։ Վերջինը թողեցինք հանգիստ։ Հանգստանում ենք, շնչում ենք։ Շունչ, արտաշունչ, թևերը բավականին լարվել են եւ արդեն կարելի ասել շատ ուժեղ ենք։ Պլանկայի դիրքում հերթով դիպչում ենք ուսերին, գնացինք։ Ոտքերը լայն ես տարբերակում ավելի հարմար է, քանի որ պահում եք ձեր շրջվելու ռիսկը, դրա համար պահում ենք այստեղ, որպեսզի չընկնեք։ Թողեցինք։ Հանգստանում ենք, շնչում ենք։ Հաջորդ վարժությունը հակառակ պլանկան։ Եթե կզգաք, որ դաստակները ձեզ մոտ ցավում են, ապա կատարեք 2 շրջան։ Եթե դաստակները չցավեն, կատարեք 3-ը։ Ինձ մոտ չի ցավում, բայց զգվում է։ Գնացինք։ Ես զգում եմ, որ դաստակներս լարվում են, բայց որպես այդպեսին ցավ չկա։ Շարունակում ենք։ Վերջինը թողեցինք հանգիստ, շնչում ենք, շունչ, արտաշունչ, արտաշունչ։ Կարող եք սկզբում անել 2 շրջան, ապա ավելացնել 3 շրջան, որպեսզի քիչ-քիչ սկսեք, քանի որ թևերը շատ թույլ են մեզ մոտ։ Գնացինք պլանկայի դիրքում, հերթով ոտքերը կողք։ Նստատեղը այստեղ կծկված է, տազ այսպես չի, հակառակը դեպի ներս, որով այն մկանն է լարված։ Շնչում եք, չենք հանձնվում։ Վերջինը թողեցինք հանգիստ, շնչեցինք։
Խորշունչ, արտաշունչ։ Սկսում ենք մեր հրումահատակից։ Լայն տարբերակով։ Փորձեք, եթե չի ստացվի 40 վայրկյանն էլ կատարեք քիչ, կատարեք 5 հատ, 4 հատ, բայց կատարեք։ Ու կատարելով ամեն անգամ 1 հատ ավելի շատ կկատարեք։ Վերջինը հանգստացանք։ Շնչում ենք, թուլանում ենք, ձեռքերը թափահարում ենք։ Էլ եմ կրկնում, բավականին բարդ է, քանի որ վարժությունները բարդ են, հեշտ չեն եւ լարվում են թևերի բոլոր մկանները, դաստակի մկանները, այստեղի ամբողջությամբ թևի մկանները։ Գնացինք նեղ դրվածքով։ Հիանալի զգացում են եռագլուխ մկանները թևերի։ Դողը նորմալ է, քանի մկանները թույլ են։ Ձեր մարմնի սեփական քաշը դուք ձեր թևերի վրա աշխատացնում եք։ Դա համար բավականին բարդ է։ Եվ վերջինը դեր հանգստանում եք, թուլանում եք, թողնում եք թևերը հանգստանան, կարող եք մի փոքր այսպես խփել այս են շարժումներով։ Գնացինք հակառակ, գնացինք պլանկան, ուսերին դիպչելով։ Թողեցինք, հանգստացանք, թուլացրինք, հանգստացանք, թևերը թուլացրեցինք, դաստակները նույնպես կարող եք պտույտներ անել, որպեսզի թուլանան, չձգվեն, հաջորդ վարժությունը հակառակ պլանկան է։ Գնացինք։ Ես չեմ դնում, թողնում, այլ ընթացքի մեջ եմ ամբողջ անում։ Վերջինը հոյակապ։ Հանգստանում ենք, երևի թե մեր բոլոր մարզումների մեջ, եթե չխաբեմ, ամենաբարձրն է։ Քանի որ թևերը շատ թույլ են, ճիշտ է դեռ ինձ մոտ ուժեղ է, բայց դες մոտ պատկերացնում ինչ վիճակ կլինի։ Լաչի վարժությունը պլանկայի դիրքում ոտքերը գնացինք կողքից կողք, որվայ մկաններ ֆիքսված, ձգված, ոտքերով քայլեր ենք անում։ Թողեցինք։ Հանգստանում շնչում ենք։ Շնորհավորում եմ այսօր դուք կատարեցիք ամենաբարդ մարզումը ձեր կյանքում։ Թևերը դարձան էլ ավելի ուժեղ ու էլ ավելի գեղեցիկ։
այս վարժությունները բոլորը կապահովեն ձեր թևերի ռելիեֆը, այսինքն այս բոլոր գծերը, որոնք աղջիկները սիրում են, եւ իհարկե ուժը։ Կհանդիպենք մյուս պարզման հաջողություն։